Բարի սիրելի հայրենակիցներ, ինչպես եք ստացել ենք, շարունակում ենք ուսումնասիրել ընտրախախտումները։ Ուրեմն տեսեք, այս փաստաթղթով արդեն ամփոփած ունենք։ Ես հերթով ասում, օրինակ 1-ի 1 տեղամաս 0 ձայն, ըստ ԿՀ-ի 3 ձայն ունենք։ Այսինքն մեր արձանագրությամբ 3 ձայն ունենք։ 1-ի 9, ըստ ԿՀ-ի 0 ձայն, մեր մոտ 2 ձայն։ 1-ի 10 0 ձայն, մեր մոտ 6 ձայն։ 1-ի 11 0 ձայն, մեր մոտ 8 ձայն։ 1-ի 13 0 ձայն, մեր մոտ 4 ձայն։ 1-ի 16 0 ձայն, մեր մոտ 7 ձայն։ 1-ի 18 0 ձայն, մեր մոտ 4 ձայն։ Նրանք հետարքիր են նրանք, որոնք որ 31-ի 32 4 ձայն են գրել, 10 ձայն ունենք։ 31-ի 34-ը 6 ձայն են գրել, 19 ձայն ունենք։ 34-25 3 ձայն ունենք 0-ա գրված էլի։ 35-19 0 ձայն 1 ունենք։ 38-28 0 ձայն 3 ունենք։ 38-41 0 ձայն 4 ձայն ունենք։ Եվ այսպես շարունակ, այսինքն հիմա մենք երեկվա տվյալներն էլ սրան գումարած մոտավորապես 200 ձայն մոտավորապես գտել ենք, որ ԿՀ-ում գրված է 0, մենք ունենք այս ձայները։ Մենք քարոզարշավի ժամանակ ինչ ենք անում, ժողովուրդ։ Ամեն մի ձայնի համար կռիվ ենք տալիս, որ այդ մի ձայնը տանենք, չէ՞, համոզում ենք մարդուն, ծրագիր ենք ներկայացնում, ասում ենք մենք սենց կանենք, նենց կանենք, բան 200 ձայն մենակ մեր տարած չանցած ուժի թվից տարել են։ Ու դեռ մինչև հիմա ԿՀ-ում էս ուղղված չի, շտկված չի։ Հարց առաջանում, լավ։ Երեկվա իմ ուղի եթերը դա հաղորդում էր հանցագործության մասին։ Ինչ որ մեկը դատվել է այս տվյալները սխալ մուտքագրելու համար, այսինքն ի՞նչ է տեղի ունեցել։ Ձայնը կա, ինքը 0-ա մուտքագրել։ Մեկի նկատմամբ քրական հետապնդում կա, չկա։ Գնացինք առաջ։ Այս էլ արձանագրությունները իրանք լրիվ տեսնում են։ Երեկվա ասածս ԿՀ-ում դեռ շտկած չի։ Հաջորդ բան, ասում են ինչ եք անելու, բայ հիմա ինչ եք անելու, ամեն ձայնի հետևից գնացեք։ Ժորժ ջան, ամեն ձայնի հետևից գնացել ենք, հեսա ձայները։ Հիմա հաջորդը։ Խորհրդարանական ուժերը ունեն ամեն հանձնաժողովում 2-ական հանձնաժողովի անդամ, խորհրդարանական ուժերը։ Այս 2000 տեղամասերում ունեն։ Իրենք ունեն ավելի շատ բազա։ Ես զարմանում եմ խորհրդարանական ընդդիմադիր ուժերն դեռ նստած։ Ոնց է եղել, որ բանը մեր ձայները, ասենք, դառնում է 0։ Մեր վստահված անձերն էլ հետ է, էլի, այսինքն տեղ կա վստահված անձ կա, տեղ կա չկա, հա, բայց իրանք 2000 տեղ աշխատավարձ ստացող հանձնաժողովի անդամ ունեն։ Պետք է իրանք նաև այս հարցերին պատասխանեն։ Այս ոնց է եղել։ Հիմա իրենք հայտարարեն դիմելու են ՍԴ, որտեղ այդ հանձնաժողովի անդամներով երևի ավելի շատ տվյալներ ունեն կեղծիքների մասին։ Եթե ունեն, շատ լավ, պետք է դրանք հրապարակեն։ Ավելի լավ է դրանք հրապարակեն, քան դիմեն ՍԴ։ Ասեմ ինչու, որտեղ ժողովրդի վստահությունն ավելի կարևոր է, քան ՍԴ դիմելը, որտեղ ՍԴ-ն ինչ է ՍԴ-ն։ ՍԴ-ն, ասենք, Նիկոլ Փաշինյանի սահմանադրական դատարանն է։ Նիկոլ Փաշինյանի անվան սահմանադրական դատարանը, ասենք, մեն դիմեն, հետո ՍԴ-ն ասի ամեն ինչ նորմալ է, էլի ինչ են անելու։ Դրա հիման վրա գնան մանդատները վերցնեն, նույն բանը եղել է 21 թվին։ 21 թվին էլ են նույն բանը արել։ Բայց նայեք, ՍԴ դիմողները մենք չենք, իրանք են։ Թող քննարկեն, թող որոշեն։ Մենք շարունակենք այս հարցով զբաղվել։ Տարածեք եւ լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։